Գոյամարտ սերիալում իրադարձությունները մտնում են նոր, չափազանց հուզական ու ճակատագրական փուլ։ Եթե մինչև հիմա պատմության կենտրոնում հիմնականում վրեժն ու ընտանեկան պատերազմներն էին, ապա հիմա սերիալը կամաց-կամաց մոտենում է այն ճշմարտություններին, որոնք տարիներ շարունակ թաքցվել են բոլորից, եւ այդ գաղտնիքներից ամենամեծը կապված է Վովայի իրական ինքնության հետ։ Վերջին սերիաների զարգացումներից արդեն ակնհայտ է, որ Օլգայի վերադարձը Հայաստան պատահական չէ։ Նա վերադարձել է ոչ միայն Վովայի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ հասկանում է ճշմարտությունն այլևս երկար թաքցնել հնարավոր չի լինելու։ Օլգայի կերպարը վերջին շրջանում շատ է փոխվել։ Սկզբում թվում էր պարզապես մի կին, ով փորձում է հեռու մնալ անցյալի ցավից, բայց հիմա ակնհայտ է դառնում, թե որքան ծանր բեռ է նա տարիներ շարունակ կրել իր մեջ։ Նա ամեն օր ապրել է մի ճշմարտության հետ, որը կարող է փոխել մի քանի մարդկանց ամբողջ կյանքը։ Եվ ամենացավոտն այն է, որ այդ ճշմարտությունը կապված է երեխայի հետ, ում տարիներ շարունակ փնտրել են։ Դավիթ պապի ու Օլգայի զրույցը շատ կարևոր տեսարան էր։ Այդ խոսակցության ընթացքում առաջին անգամ զգացվեց, թե որքան մեծ ցավ կա այդ ընտանիքի անցյալում։ Դավիթ պապը խոսում էր կորած երեխայի մասին այնպիսի ցավով, կարծես այդ վերքը երբեք էլ չի փակվել, եւ Դավիթ պապը մշտապես փորձել է գտնել թոռանը։ Նա ասում է, որ երեխայի գտնվելու վայրի մասին միայն Ավոն է իմացել, բայց նույնիսկ Ավոն երկար տարիներ կապ չի ունեցել Դավիթ պապի հետ։ Նա ընդամենը վերջերս է հայտնվել։ Եվ հենց այստեղից էլ սկսելու է ձևավորվել ամենամեծ բացահայտումը։ Մինչ հիմա Օլգային թվում էր, թե երեխային ուղղակի լքել ու հեռացել են, բայց կամաց-կամաց նա բացահայտելու է ճշմարտություններ, որից հետո լռելն ուղղակի մեղք կլինի։ Վովայի մայրը ապրել է ամբողջ կյանքում այն զգացողությամբ, որ երեխային լքել են։ Նա միշտ մտածել է, որ այդ ընտանիքը հրաժարվել է նրանից, այդ ցավը ձևավորել է նրա բնավորությունը, նրա վերաբերմունքը մարդկանց հանդեպ, նույնիսկ իր զայրույթը։ Եվ հիմա պատկերացրեք այն պահը, երբ Օլգան վերջապես իմանալու է, որ ոչ թե լքել են Վովային, այլ ուղղակի նրանք տեղեկություն չեն ունեցել երեխայի մասին, իսկ Վովան էլ վերջապես պետք է իմանա ճշմարտությունը, թե որն է եղել ընտանիքի ամենամեծ ցավը։ Սա կարող է իհարկե Վովային կոտրել ամբողջովին, բայց միևնույն ժամանակ նաև բուժել, որովհետև Վովան առաջին անգամ կհասկանա, որ իրականում երբեք միայնակ չի եղել։ Օլգայի համար էլ սա ծանր որոշում է։ Նա հասկանում է, որ ճշմարտությունը չասելն արդեն վտանգավոր է, բայց նաև գիտի, որ այդ ճշմարտությունը կարող է պայթեցնել բոլոր հարաբերությունները։ Հնարավոր է Վովան սկզբում մատի իրեն, հնարավոր է չներելու զգացում ունենա կամ պարզապես չկարողանա ընդունել իրականությունը, եւ սա շատ բնական կլինի, որովհետև տարիներով ապրած ցավը մեկ օրում չի անհետանում։ Շատ հետաքրքիր է նաև Ավոյի դերն այս պատմության մեջ։ Եթե նա իսկապես միակ մարդն է եղել, ով ինչ-որ բան գիտեր երեխայի մասին, ապա դա կարող է լրիվ նոր լույսի տակ ներկայացնել նրա կերպարը։ Ամեն դեպքում Վովայի գաղտնիքի բացահայտումը լինելու է առաջիկա սերիաների գլխավոր թեմաներից մեկը, բայց Գոյամարտում միաժամանակ զարգանում են նաև մյուս շատ կարևոր գծերը։ Լեոյի ու Լեայի հարաբերությունները հիմա նոր փուլ են մտնում այն բանից հետո, երբ նրանք անցան բաժանման, վեճերի, ընտանիքների ճնշման ու բազմաթիվ դժվարությունների միջով, Լեոն վերջապես որոշում է անել ամենակարևոր քայլը՝ ամուսնության առաջարկություն անել Լեային։ Սա շատ խորհրդանշական պահ է, որովհետև Լեոն այն մարդն է, ով սովորաբար զգացմունքները բառերով չի արտահայտում, նա ավելի շատ պայքարում է, գործում, պաշտպանում, բայց հիմա առաջին անգամ նա կարծես փորձում է ընտրել ոչ թե պատերազմը, այլ սերը։ Սա նաև ապստամբություն է Հունանի դեմ։ Լեոն հասկացնում է, որ ոչ ոք չի կարող որոշել իր ու Լեայի ճակատագիրը։ Բայց այստեղ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու։ Հունանը հաստատ չի պատրաստվում հանգիստ ընդունել այդ հարաբերությունը, հատկապես հիմա, երբ նրա կյանքում ամեն ինչ փլվում է։ Նա ավելի է փորձում վերահսկել երեխաների կյանքը, եւ շատ հնարավոր է, որ Լեոյի առաջարկությունը դառնա հերթական մեծ բախման պատճառը։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է սպասվում նաև Մանանի ու Գրիշոյի գծում։
Էռնայի հարցը Մանանին իսկապես սիրում ես Գրիշոյին պատահական չէր։ Էռնեն հիմա շատ սուր է զգում մարդկանց իրական զգացմունքները, իր սեփական կյանքում սուտ է տեսել, որ հիմա փորձում է հասկանալ արդյոք ուրիշների սերն իրական է, թե հերթական զոհաբերությունը։ Եվ Մանանի դեպքում այդ հարցն իսկապես շատ բարդ է։ Մանանե կապված է Գրիշոյի հետ, դա ակնհայտ է, բայց նրա ներսում դեռ կա ընտանիքի ցավը, եղբայրների վիրավորանքը, Հունանի նկատմամբ անվստահությունը։ Նա ապրում է մի տան մեջ, որտեղ ամեն քայլ վտանգավոր է, եւ շատ հնարավոր է, որ նույնիսկ ինքը դեռ ամբողջությամբ չի հասկանում իր զգացմունքները։ Գրիշոն առաջին անգամ կյանքում իսկապես սիրահարված է, նա պատրաստ է պայքարել Մանանի համար, նույնիսկ հակառակ գնալ հորը, բայց արդյոք դա բավական կլինի, որովհետև նրանց հարաբերության վրա չափազանց ծանր ստվեր կա։ Ռաֆի մահը, Դավիթի վիրավորումը, ընտանիքների պատերազմը։ Սերիալը հիմա հասել է մի կետի, որտեղ բոլոր հերոսները կանգնած են ճշմարտության առաջ։ Օլգան պետք է որոշի ասել ճշմարտությունը Վովային, թե ոչ։ Լեոն փորձում է պայքարել սիրո համար, Մանանը փորձում է հասկանալ սեփական սիրտը, Էռնան փորձում է նորից հավատալ մարդկանց, իսկ Հունանի շուրջ կամաց փլվում է տարիներով կառուցված աշխարհը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց հուզական ու պայթունավտանգ։ Արդյոք Վովան կիմանա, որ հենց ինքն է կորած երեխան։ Ինչպես կարձագանքի Դավիթ պապը, կընդունի Լեոյի առաջարկությունը, իսկ Մանանը վերջապես կհասկանա իր զգացմունքները իրական սեր են, թե պարզապես ցավից ծնված կապվածություն։ Մի բան արդեն պարզ է, գոյամարտը հիմա մտնում է այն փուլը, որտեղ տարիներով թաքցված գաղտնիքները սկսում են բացվել, իսկ յուրաքանչյուր բացահայտում փոխելու է բոլոր հերոսների կյանքը։